Հասկացա։ Կներեք, Միշայի հետ էի խոսում Երիկիս պահով։ Միշոն ձեր տղա ընկերն է, չէ։ Հա, բայց ինչ եք հարցնում։ Միշոն հրաշալի երեխա է։ Միշոն ոնց որ ինձ տան անդամ է լինի։ Ու Երիկիս հանդեպ շատ ուշադիր է, շատ լավ տղա է։ Բայց մատանին ով որ վաճառել է, Սերոփը, Միշոյի հայրն է։ Ոնց։ Ու ինքը ասում է, որ Միշոն է մատանին տուն բերել։ Եվ ինքը չի իմացել, որ գողացված է։ Այսինքն Սերոփի ասելով ստացվում է, որ Միշոն է գողացել։ Քերի Թորոս։ Քեզ ինչ եղավ այ մարդ։ Թորոս։ Թորոս։ Լսում ես ինձ։ Քեզ բան, Թորոս։ Վան։ Բարի երկուն։ Տնաշեն ինչ է կատարվում։ Վախեցա քիչ էր մնում շտապօգնություն կանչեի։ Ինչի՞ եմ։ Ինչքան ժամանակաձայն եմ տալիս չես պատասխանում։ Չէ։ Ինչի դու չգիտես, որ ես օրական 2 րոպե 38 վայրկյան կենտրոնացած մտածում եմ երկրի դրության մասին։ Ինչ ես անում։ Երկրի դրության մասին եմ մտածում։ Հասկացա, իսկ ինչ եզրահանգման եկար։ Այսօր։ Դե։ Մտածեցի, հասկացա, որ միայն մեկից մտածելով բան դուրս չի գա։ Շատ լավ բան ես մտածել։ Այն կա չէ, ասում են, մի ծաղկով գարուն չի գա, մի ձեռը ծավ չի տա, այդտենց էլ մեկի մտածելով բան դուրս չի գա։ Դե ազգովի հավաքվենք, միասին մտածենք մեր երկրի դրության մասին։ Այ հարգեցի Թորոս, բայց մի հատ հարցել ես քեզ ունում։ Մենակ մտածելով գործը գլուխ կգա, թե չէ։ Իհարկե չէ։ Պետք է մտածենք, թե ոնց անենք երկրի դրությունը փոխենք։ Այ օրինակ այսօր փողոցով անցնում եմ մի կին, իմ տարիքին կլինի։ Փոքր թորանը գրկած անթույլատրելի տեղով փողոց անցնում։ Բա դա կարելի է։ Իհարկե չէ, ճիշտ ես ասում։ Կամ դու։ Ես ինչ։ Ոնց թե։ Մինչև այս ժամը ինչ ես մնացել դպրոցում, դասերը քանիսին են պրծել։ Թորոս ջան, զենքերն էի մաքրում։ Հետո դե երկար աշխատելը երկրի դրությանը հաստատ վնաս չի տա, չէ։ Երկրի դրությանը ճիշտ է, վնաս չի տա։ Բայց իմ դրությանը շատ վնաս է։ Բա հետ չես ասում։ Այս մարդը ոնց է տուն գնալու, որ ժամին է տուն գնալու, ժամանակ ունենալու է հանգստանա, թորների հետ մի քիչ խաղա, հա։ Ինչ ես այսքան երկար մնացել։ Ես էլ տուն գնամ, չէ։ Թորոս ջան։ Հա ջան։ Բայց դու լրիվ դիվանագետ ես, Իմ կարծիքով, եթե ես եկող ընտրություններին դու քո տեխնացությունը դնես, հաստատ անցնելու ես։ Հելենայի որտեղից թեման ու շուռ տվեց վերեց հասցրեց է։ Անես դու էլ պակասը չես, մի անգամից գլխի ինկար, թե ես միցեն ինչ ա ուզում քեզանից։ Դե արի գնանք ես տուն տանեմ, չեմ ուզում այս ժամին մենակ գնաս։ Իմ պատճառով ես չեմ մնացել դպրոցում։ Ինչքանով ճիշտ կլինի, ես վերկանամ տակ ավտոյով գնամ տուն, դու մնաս ստեղ։ Դե սպասի ցավը տանեմ, սպասի, մի բան վերցնեմ ու գնամ։ Ինչ չպետք ես էլ մի քիչ կենտրոնացած երկրի դրության մասին մտածեմ։ Միշո՞։ Պարոն Արսենյան, բայց հնարավոր է, որ սխալմունք լինի եւ ինչ-որ թյուրիմացություն լինի։ Բայց դու Արսենյան ջան, վստահ ես, որ այդ ինֆորմացիան ճիշտ է։ Մակարյան ջան, Միշոյի հայրը վստահեցրեց, որ այդ զարդը Միշոն է տուն բերել։ Դուք էլ ասում եք ինքը այս տուն ազատ մուտքու ելք ունի։ Հա, բայց Միշոն իմ տան անդամի նման է, ինքը այդ երեխան չի։ Հավատացեք, բոլորն էլ սխալվում են։ Անես դեպքեր եմ տեսել, որ ընկերոջ տանից մատանի կողանալը ոչինչ է։ Չգիտեմ, մեկ է, ես մինչև Միշոյի հետ չխոսեմ, ոչինչ չեմ կարող ասել։ Տիկին Լիդիա, ինքներդ ասացիք, որ զարդը տեսել եք վերջին անգամ այն օրը, երբ Միշոն ա ձեր տուն եկել։
Հա, բայց Միշո Լիդիա ջան, Արսենյանը 100 տարվա փորձ ունի, որ ասում է, այդ մատանին կարող է Միշոն գողացած լինի, այդպես որ դա իր մասնագիտական հոտառությունից է գալիս։ Ախր պապ ջան, դու այդ երեխան գիտես, դու Միշոին ճանաչում ես, դու մտածում ես այդ երեխան նման բանի ընդունակ է։ Չէ, Լիդիա ջան, բայց դե ոնց որ ինչ ասեմ։ Եկեք այսպես անենք։ Թույլ տվեք այդ տղայի հետ խոսամ, հասկանամ ինչոց է, նոր ձեզ տեղյակ բան։ Հա, բայց ես դեմ եմ, որ Միշոին տանեք ոստիկանություն։ Չէ, պապ ջան, այդ երեխուն մենք ոստիկանության բաժանմունք չենք հասցնի։ Համ վստահ չենք, համ էլ Էրիկա առանց էլ պապ հասկանում ես։ Արսենյան ջան, քանի որ գործը պաշտոնապես բացված չէ, ես առաջարկում եմ տղայի հետ մեր տանը հանդիպենք, մտերմիկ զրուցենք, միգուցե մի բան դուրս կգա, մի բան կհասկանանք, այս մի լավություն ինձ արա էլի։ Լավ Մակարյան ջան, որ այդպես եք ուզում, այդպես էլ կանենք։ Լիզիա ջան, մի հատ էլ սուրճ կազմակերպի իմ ու Արսենյանի համար։ Հիմա պապ ջան։ Արսենյան ջան, դու ինձ լավ գիտես։ Դու գիտես, որ Մակարյանը պարտքի տակ մնացողը չի։ Լավ էլի Մակարյան ջան, բա մեր մեջ այդ հարաբերություններն են։ Ախպեր դու քոնը արա, ես գիտեմ ինչ կանեմ։ Ընկերություն, գործը գործ։ Լավ։ Ես ինչ լավ ես քշում, Վանջան, քեֆս բերում է։ Այ որ բոլորը քեզ նման վարեն, չէ, մեր երթևեկությունը լրիվ կկարգավորվի։ Թող կարգավորվի, ով է իրենց խանգարում։ Դու ես ինչ գիտեմ, այ Վանջան, ես օրով ասես մեքենա է վարում, բայց որ մի կարգին թափնաշ, չէ։ Մեծ մասը ոչ քշել գիտեն, ոչ էլ երթևեկության կանոնները։ Կա տենց բան։ Այ որ ծերս ճարելի է, այնպես կխստացնեմ, որ բարորդն են տեղն իմանան իրանց։ Թե չէ ես ինչ շնորհք է, բարորդների մի մասը, պատուանները բացում են, այդ այլանդակ երաժշտությունը բարձր միացնում ու քշում են, որ ինչ, ասա ինչ ես անում, կամ ոչ իրար զիջում են, ոչ հետնյոտն իրանք զիջում, բասա եղավ, իրար ծեծում ջարդում են, բասա սազում է մեզ։ Իհարկե չի սազում, բայց դե հո բոլորը այդպիսին չեն։ Չէ դե, օրինակ դու շատ լավ ես վարում, բայց դու քո նմանները քիչ են ախպեր։ Չէ, տենց մի ասակ, Երի Թորոս, այսօր մենք շատ լավ երիտասարդություն ունենք։ Բան չասի, բայց որ մի քիչ էլ իրար նկատմամբ հարգանքով լինեն, իրար հետ սիրով փոխհարաբերվեն, ամեն ինչ կընկնի իր տեղ։ Հա, ճիշտ ես ասում։ Գիտես չէ, այսօր ես քեզ նորովի բացահայտեցի։ Երի Թորոս ջան։ Հա ջան։ Ասում եմ, դեր ինչ հնդկահավի խոսակցություններ ա ընկել դպրոցում։ Չէ դե, ասին որ հնդկահավ են ուղարկելու, ես էլ ասի հավաքվենք, մենք մերոնցով ուտենք, խմենք, ուրախանանք, թե չէ, բայց ուրախ լա, ցենցուն չկա։ Բա ուր է այդ հնդկահավը։ Կարող է այն քո ասած վատ վարորդներից մեկի հետ են ուղարկել ճանապարհից ես վթարվել, կորել է այդ ամեն ինչը։ Թե փոշմանել ես։ Բայղա, ես փոշմանող տղա եմ, ես հաց կիսող մարդ եմ։ Հենց հնդկահավը ուղարկեցին, ես լուր կտամ։ Բայց տես, հնդկահավը իմ կողմից, քաշածարաղը քո կողմից։ Դու գիտես, ես չեմ խմում, բայց դե որ ասում ես, աչքիս վրա կբերեմ։ Մենք էլ մնում հասկանանք, այդ հավաքույթը որտեղ ենք անել։ Այ ոնց գցում բռնում եմ, ամենահարմարը Արևշատյանի տանն է։ Համել այդ աման չաման տանել, բերել, լվանալը իրա վրա կմնա, մենք էլ կուտենք, խմենք, ջանք ասենք, ջան կլսենք։ Մնում է որ համաձայնի, այ որ դու խոսես, կարող է համաձայնի։ Նա խոսեմ հետը։ Խոսեմ։ Եղա, դե որ լոր իմանաս ինձ ասա, որ ես դուք կին ասեմ, որ հավաքվենք, սիրուն, շնորհքով, ուտենք, խմենք, ջան ասենք, ջան ասենք, ախպեր ջան։ Այստեղ բայ, այստեղ աչքաշի մտի։ Ահա, ապրես, ես ասա։ Ահա, այ ապրես դու, ապրես, դե բարի գիշեր։ Հաջողություն։ Դեր աստված։
ինչ արա։ Դուխիկ, արիլա։ Ինչ է եղել։ Ինձ բան չի եղել, բայց ոնց որ Ֆարադեին ա բան եղել։ Այսինքն։ Վայարի տես։ Հո էլի, էս ինչ է եղել։ Այդ խես ինչ է վիճակը։ Բարի ձմեռային օր իմ շատ սիրելի գոլեգաներին։ Էս ինչ օրի ես։ Թորոս, ես երեք շատ ծանր օր եմ ունեցել, դրա համար այս վիճակին եմ հայտնվել։ Ցավտան է, որ հերվից տեսա մտածեցի շախմատի ձիա տախտակից դուրս մնացած, բայց որ մոտեցար տեսա դու ես։ Այդ տղա, ես ինչ օրի ես, կարող է գիշերը մահճակալից ընկել ես։ Ոչ Թորոս, ես մահճակալից չեմ ընկել։ Ճիշտ է, ես մահճակալից ընկել եմ, բայց շատ փոքր տարիքում։ Հնարավոր է փոքր տարիքում ընկնես, հետևանքները հիմա Երևան։ Ոչ, պարզապես ես ռևմատիզմ ունեմ։ Այս եղանակի փոփոխության հետ իմ հետ նման բաներ են լինում։ Այդ տղա քեզ տիրություն արա, մենք լակու հարսանիքիմ տիպար ենք։ Շնորհակալ եմ, քերի Թորոս։ Ոյ Ֆարադեյ, արի գնանք քեզ տանեմ ուսուցչանոց, դեղ կտամ, մի քիչ կլավանաս։ Տար օգնի, ծավողվի, մեղկա։ Շնորհակալ եմ, դու միշտ հոգատար ես։ Ես ես դպրոցի 9-1-1-ն եմ, ով ինչ խնդիր ունի, դուխիկը լուծումը։ Մի հատ ասա տեսնեմ, այս երեկվա մարզասրահի արդյունքն է։ Այո, գիտես ես գնացի, պարապեցի, եկա տուն քնեցի, արթնացա ու հասկացա, որ իմ մկանները ինձնից նեղացել են։ Ոյ, Էլմինևնավա, հիմա մի քիչ կտանջվես, բայց հետո մկաններդ քեզնից շնորհակալություն կհայտնեն։ Ոչ, դուխիկ, ես կարծում եմ, որ այլևս կարիք չկա այցելել մարզասրահ, ընդհանրապես, ես մտածում եմ, որ այլևս չեմ հետևի քո ոչ մի խորհրդին։ Չհամարձակվես։ Հիմա մի քիչ կտանջվես, բայց հետո կնայես հայլու մեջ ու կտեսնես Ժան-Կլոդ Ֆարադեին, քեզ լավ կզգաս, կգաս ինձնից շնորհակալություն կհայտնես, հետո ինչ ենք պայմանավորվել, փոխվել, մինչև վերջը։ Դու այդպես ես կարծում։ Ես վստահ եմ, ես չեմ կարծում։ Լավ, եթե դու պնդում ես, ես կհնազանդվեմ։ Դե գնացինք։ Անցի, գնա։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պատրաստ եք։ Համեցեք։ Երեխեք բարև ձեզ։ Բարև Սիրոս։ Շուտ եք ես կորոտել։ Ոնց է Շուրջ ջան, բարի գալուս։ Ոնց ես։ Լավ, երեխեք ես էլ ձեզ էի շատ կարոտել։ Չեք պատկերացնում ինչքան ծանր էր ամբողջ օր տանը փակված մնալը։ Շատ ուրախ եմ, որ արդեն լավ ես նույնիսկ ստացվեց գալուշ։ Շնորհակալ եմ Տիգրան։ Արի քեզ դու կոյս է ծանոթացնեմ։ Ես իրան արդեն հերվից գիտեմ, Մարիո երկը ինձ պատմել է։ Հուսամ միայն լավ բան։ Լավը պաշտոնական ընդունելություն չէին կազմակերպել։ 2 օր այլ ընդամենը բացակայել։ Հա էլի հետաքրքիր է, որ մենք բացակայենք նկատող կլինի։ Շատ լավն է։ Մուրազիկ անունը։ Չես հարցնում ինչի մուրազիկ։ Մուրազիկ, որովհետև ինքը երազանքներ է կատարում։ Հենց որ եթե փոքր ցանկություններ ունես, կարող ես դիմել։ Անպայման։ Նույն վայրերին ես։ Հիմա Շուշիի հետ ա խոսում, մեկը դու տեղը չես գտնում։ Դա տենց էլ պետք է լինի։ Հələ ձեր խաթերա, որ այն օրը գլուխը չեմ ջարդի սրա։ Ես պետք է անեի ձեզ բարեսքի չկարան արտար։ Ունուղելի ես։ Ես էլ քեզ եմ շատ սիրում, սերս։ Բարև ձեզ։ Զանգը չեք լսել։
Ինչ է տեղերում չեք։ Գրավոր են գրելու նստեք։ Անի տետրերը բաժանիր։ Դենաս ինչ մոծակա սրան գծե առավոտ շուտ։ Երիկն էլ չկա։ Մար բրծար։ Համարյա այս վերջինի վրա եմ կասկածում։ Չհասկացա, այս ինչ աղմուկ է։ Հեսա տետրերը կհավաքեմ, երկու կստանաք։ Միքայել տետրերը հավաքիր։ Սկույշ այսօր աչուծախ ոչ մեկի չի խմում։ Ես իրան սենց կատաղած դեռ չէի տեսել։ Լավ հերիք ան գերուչս մորը քննարկել։ Ես որտեղ դնեմ տիկինից։ Միքայել, դու Էրիկից տեղյակ ես, զանգում եմ անջատում։ Հա, ճիշտն ասած հետը խոսել եմ, բայց ասեց ոնց որ ամբողջ գիշեր չի կարացե քնի։ Երևի հիմա քնած է էլի։ Որ քնածներ չէր կարող զանգերս անջատել, լավ, որ խոսած հետը ասա, որ իրեն եմ փնտրում ու շատ շտապ է։ Անպայման։ Շնորհակալ։ Մարջան ոնց հասկացա, նվերը դու եկել որ շատ ուրախ եմ։ Արի էլի մարի։ Երեխեք ու։ Այսեք իմ։ Էս ուր։ Արագ նստեցիք ձեր տեղը։ Բարև ձեզ երեխաներ։ Բարև ձեզ։ Իդա, մի հատ անցից մոտ, աշխատասենյակ։ Իդա ջանից
Մի հատ էլ սուրճ բեր։ Հա հետո եկել այս բոլոր գործերը թող ուտես քաղաքում երեկոյան ինչ ռոմանտիկ հետաքրքիր ներկայացում կա։ Շատ լավ։ Հենց հիմա կնայեմ, ձեզ հարմար տարբերակներ կառաջարկեմ։ Աշխատի, որ դրանք անպայման պատմական լինեն ու մեջներն էլ սեր լինի։ Ու էլ մի բեր տարբերակներից համար։ Ինքդ որոշի, որ դա լավ է ու միանգամից էլ տոպսերը պատվիրի։ Կփորձեմ ձեզ համար հարմար տարբերակ գտնել։ Ապրես։ Սուրճը հիմա կբերեմ։ Եվ աղջիկ ջան։ Prima. Դիպտ կդրվի։ Արմեն, ես կավա հաճախորդները թեյավճար են թողել ուրախ ֆրֆռում ես։ Ինձ միշտ են թեյավճար տալի, դե ես հաճախորդներին շատ եմ սիրում ու միշտ դրական էմոցիաներ եմ տալիս։ Իսկ թեյավճար տալիս են, թե ուզում ես։ Ես ով եմ, որ ինչ-որ թեյավճար ուզեմ հաճախորդից։ Նայ, երբ որ հաճախորդը գոհ է լինում, թեյավճար է տալիս, եթե գոհ չի լինում, չի տալիս, բայց այդպես դեպք դեռևս չի եղել, որ չտան։ Մտածում ես, որ այդ քո շնորհքն է, չէ։ Նաև իմ շնորհիվ էլի։ Ուրեմն մի հատ սիրուն մատուցողի կընդունեմ աշխատանքի, որ ավելի գոհ մնա, որ դու էլ տենց չմտածես։ Բայց ես իմ գործը նորմալ անում եմ, ինչ կարիք կա մարդ ընդունելու։ Ես եմ տենց ուզում։ Դեմ ես։ Նայ, եթե դեմ ես, խնդիր չկա, քո համար մի ուրիշ աշխատանք կգտնենք։ Վերջ, ուղղակի պետքա կոկտեյլ պատրաստեմ, որ հաճախորդին հյուրասիրեմ։ Այդ քո հաշվին ես հյուրասիրում։ Չէ, օբյեկտիվ, կանոն տենց է սովորացրել։ Մեր մեջտական հաճախորդների հետ, եթե լինում է կին, մենք մեր կողմից հյուրասիրություն ենք անում։ Դե ուրեմն մոռանում ես հին ավանդույթների մասին ու սկսում ես զբաղվել միայն նորերով։ Այսինքն հիմա ինչ չհյուրասիրեմ։ Չէ։ Այդ սաղ դնում ես մի կողմ, մի հատ 50 գրամ ամենաթանկ կոնյակից լցնում ես, գալիս եմ խմում եմ։ Ու հա, ինքնագործունեությամբ ստեղ չզբաղվես։ Թե չէ իմ այդ լուրջ խնդիրներ ես ունենալու։ Լավ։ Երեխաներ, այսօր պետք է պարոն Ֆարադեի հանդեպ զգույշ լինեք։ Նրա հանդեպ պետք է շատ ուշադիր լինեք այսօր։ Շնորհակալ եմ իմ փրկիչ։ Դե ձեզ բարի ժամանց։ Ընկերդուխիկ։ Ասա Մարի ջան։ Ընկերդուխիկ, այն օրվա միջադեպի հետ կապված մեր դասարանը ձեզ համար անակնկալ է պատրաստել։ Բայց ես երբ որ ասում էի պետք է ինձ լավ տրամադրություն ապահովեք, ես նկատի չունեի նվեր պատրաստեք։ Մենք գիտենք, այստեղ ոչ ոք էլ չի կարծում, որ դուք ինչ-որ ակնարկ եք արել։ Ուղղակի այսպես ճիշտ գտաք։ Ճիշտն ասած, չգիտեմ էլ ինչ ասեմ։ Ոչ մի բան էլ մի ասեք։ Վերցրեք, եթե ձեզ է դուր չի գա, մեկ ուրիշին կնվիրեք։ Իսկ ինձ թվում է տիկին դուխիկ, որ այդ ձեզ շատ ասազում, ձեր ոճի հետ էլի, համեղ շատ գեղեցիկ ժամացույց է։ Այնպես որ շնորհավորում եմ ձեզ մեր դասարանի կողմից ստացած նվերը։ Եթե այսպես պնդում եք, այս անգամ կվերցնեմ, բայց այլևս նման բաներ չկրկնվեն։ Ես ինչ ինքնագլուխ բաներ են անում։ Դե երեխաներ, հիմա ձեզնից մեկը օրինակ դու Միքայել կգաս գրատախտակի մոտ, ես կթելադրեմ դասը, իսկ դու կգրես, որովհետև ես չեմ կարողանում իմ ձեռքերը գրատախտակի մակարդակին բարձրացնել։ Ես կամ գրատախտակի մոտ։ Այո, դու, չէ որ դու ես ինձ այս օրը գցել, շուտ մոտեցիր գրատախտակին։
Այդ քաջան այսքան ինչ ես հավաքել բերել։ Գիտեի, որ սառնարան չունես, դրա համար շատ բան չեմ բերել։ Չնայած ինչ վատ սառնարանա, որ Հերո ջան, ամեն ինչ նորմալ է տղես, դու իմ համար մի ներվի։ ոնց չներվեմ, պապ։ Ոնց կարամ ես հանգիստ ուտեմ, խմեմ, կամ առավել եւս քնեմ, երբ գիտեմ դու ես աթոռների վրա ես քնում։ Ցավդ տանեմ, այս ամեն ինչը ժամանակավոր է։ Ես այս ամեն ինչի տակից դուրս կգամ, այդ իմացի։ Ինչքան էլ որ ժամանակավոր լինի, մեկը ես չեմ ընդունում։ Ես ասել եմ, չէ՞ որ մորիցդ էլ պապուծդ էլ օգնություն չեմ վերցնել։ Այդ չի քննարկվում։ Ես մի հատ լուրջ պրոյեկտի վրա գումար եմ ներդրել։ Այդ գործը որ եղավ, ամեն ինչ լավ կլինի։ Կարողam պետք է սաղին ապացուցի, որ իր ուզածին հասնելու է։ Ու այդ ամեն ինչը սարերի հետևում չի։ Հա, բայց մինչև այդ այս սարցարանում չես մնալու։ Ինչով կարա տղետ քեզ օգնի, պապ։ Լսի ցավը տանեմ, դու քո լավ լինելով ինձ արդեն օգնում ես։ Դու ավելի լավ գնա քո դասերով զբաղվի, ուղեղդ ավելի լուրջ բաների վրա մի ծանրաբեռնի։ Ամեն ինչ լավ կլինի։ Հերդ կորած տղա չի։ Այս ամեն ինչի տակից դուրս կգա։ Ինչև դու ստեղից դուրս չգաս, ես ուրիշ մտածելու ոչ մի բան չունեմ։ Ես փող ունեմ հավաքած, պապ, ինքս եմ հավաքել, բերեդ քեզ տա։ Ասում իմ ասածները չի քննարկվում էլ, վերջ։ Փոփոխման ենթակա չի։ Ասում ամեն ինչ լավ կլինի, երո։ Լավ։ Այդ դեպքում ես էլ ստեղ կլինեմ։ Միշելի վայրենությունդ բռնեց։ Միշտ գիշես ինչ ես անում։ Ինչ գիժ Մարի ջան, ընդհանրապես բերել եմ անստեղ, որ մեզ ոչ մեկ չխանգարի։ Աննորմալ ես։ Մետ կարաս ինձ բացատրես, դու ինչի ես ընդհանրապես այդ նվերը վերցրել։ Դե միշտ ասեցի որ։ Հա, ասել ես իբր, չգիտեմ, ստիպված վերցրել ես, ես շատ իմանամ ինչ, բայց ես չեմ հավատում դրան ընդհանրապես։ Ինչ ես հավատում։ Չեմ հավատում, որ դու կարաս ինչ-որ ստիպված բան անես, Մարի։ Տես օրինակ հենց հիմա ես ստիպված հանդուրժում եմ քո այս վարքը։ Մարի ջան, իմ այս վարքը չափազանց ադեկվատ է այս սիտուացիայի համար, հասկացար։ Ես քեզ ամեն ինչ բացատրեցի, չէ՞։ Համեն նվերը տվել եմ դուխիկին, անցավ գնաց, ինչի համար ես պատմություն սարքում։ Որը Տիգրանից այդ քնձռոտ ժամացույցը չվերցնեիր, դուխիկին տալու կարիք էլ չէր լինի։ Էլի ասա։ Ինչ է էլի ասում։ Որ մի քանի անգամ ասես կհանգստանաս։ Չէ, չեմ հանգստանա։ Տենց էլ գիտեի, աննորմալ ես։ Քո աննորմալն եմ մարս։ Սրանից հետո ով ուզենա քեզ նվեր նվիրի, մի անգամից կասես, որ մի աննորմալից եմ ես նվերներ ստանում։ Ուղղակի անուղելի աննորմալ ես։ Ինչ ուզում ես արա, ստեղ եմ մնալու մեկը։ Այդտեղ դու ո՞նց կարաս ստեղ մնաս, ես չեմ հասկանում։ Ինչի։ Դու էլ ես չէ հասկանում, որ ես մնալու տեղ չի։ Սիրտդ կցավա, չէ՞ տղուտ համար։ Պապ ջան։ Այ նույն ձև է իմ սիրտն է քո համար ցավում։ Հերո ջան, ես այս ամեն ինչը շատ լավ հասկանում։ Բայց ես չեմ ուզում մորդ ու պապուտ հետ իմ հարաբերությունները ավելի վատացնեմ։ Բայց ոչ թե նրա համար որ վախենում եմ, այլ նրա համար որ մամա տա ու պապիկը տա։ Այ մենակ դրա համար։ Դու ավելի լավ է գնա մորդ կողքին եղի։ Ես այդ ընթացքում ինձ կանեմ, որ դու իմ պատճառով չես ներդի։ Պապ, ախր։ Չենք շարունակում տղես։ Ես պլաններ ունեմ ու կարճ ժամանակում ամեն ինչ կընկնի իր տեղը։ Դու մենակ ինձ վստահի ու հավատա։ Ասա մամ։ Վայ վերջապես, տղա ջան, ինչի զանգերից չես պատասխանում, չես մտածում, որ կարողա բան ա եղել, որ այսքան զանգում եմ։ Զանգել էիր, որ այդ հարցն ես։ Չէ, նախ ուզում եմ իմանալ ուր ես ու ոնց ես։ Համել ասեի, որ կարևոր խոսելու բան կա։ Էրիկ երեկոյան անպայման Միշոին վերցնում ես ու գալիս եք մեր տուն։ Միշոյի անունն է տալիս ես, որ անպայման գամ տուն։ Լսի տղա ջան, բացի այն, որ իմ համար անընդունելի է, որ դու դրսներն ես, ուրիշների տներում ես քնում։ Նաև իմացիր, որ ընկերդ շատ լուրջ խնդիրներ ունի, ու մեր խոսակցությունը դրա մասին է լինելու։ Մամ Միշոն որ խնդիր ունենար, առաջինը ես դրա մասին կիմանայի։
Դրա մասին դեռ ինքն էլ չգիտի։ Երեկոյան 2-ից բացում եմ մեր տանը, լուրջ եմ խոսում, Էրիկ, պապին էլ ալինելու։ Անպայման կգաք։ Լավ։ Նորմալ է ամեն ինչ։ Չգիտեմ։ Ասաց Միշոն ինչ-որ խնդիրներ ունի։ Կարող եմ Միշոյի մամային բան եղել։ Ինչու ես այդպես նայում։ Ընդհանրապես քո բացառիկ գեղեցկությամբ եմ միանում։ Շնորհակալ եմ։ Ես կարող եմ բարձր տրամադրությանը պատճառն իմանալ։ Իհարկե կարող ես։ Ուրեմն մեր Թորոսը որոշել է տնական հնդկահավով հարիսապատիվ տա բոլորիս։ Ձեր տանը։ Դե ես էլ չմերժեցի։ Չհասկացա։ Ինչ հնդկահավ։ Արդար գյուղացու ձեռքով աճեցրած, մեծացրած, գերակած հնդկահավ։ Տնական։ Իսկ ինչու մեր տանը։ Բա որտեղ։ Տնական հնդկահավը Թորոսից, տնական օղին ինձնից, քեֆ անելու տեղն էլ քեզնից։ Ես արդեն պատկերացնում եմ մամատ ինչ համով տնական տեղին ավանդական հնդկահավով հարիսա է պատրաստելու։ Իսկ մայրս արդեն տեղյակ է։ Չէ, դու այսօր իրան կտեղեկացնես ու համոզված եմ, որ տիկինի դա շատ ուրախ կլինի։ Ուղղակի անուղղելի ես։ Դու էլ զարմանալիորեն լաչար չես այսօր։ Քո հետ նորմալ է ամեն ինչ։ Ուր է կակտուսը։ Տարել եմ տուն։ Ինչու։ Մտածեցի, որ տանը իր համար ավելի ապահով է։ Դե չմոռանաս գոնե մեկ-մեկ ջրել։ Դու անհոգեղի ջրում եմ, հետո խոսում եմ, հետո գրկում եմ։ Այդպես գրկած գիշերը քնում ենք իրար հետ։ Բայց գույշ կլինես։ Ասում են կակտուսները փշեր են ունենում։ Բայց դե ի տարբերություն քեզ, որ իրան գրկում են, փուշը միանգամից թողում է։ Ժողովուրդ, ես լսել եմ հայկական ավանդական քեֆա լինելու։ Փաստորեն։ Բա օրը որոշել եք։ Թորոսը ասաց, որ հնարավորին շուտ։ Նենց եմ սիրում տես տժիկ քեֆեր։ Լավ է, ուրեմն հայկական ավանդական թփով տոլման էս աղջկա կողմից։ Նենց համով տոլմա պատրաստեմ, մատներդ հետո ուտեք։ Գիտես, այդ օրը տնական օղի էլ լինել ու արդեն մտածում եմ, որ այդ օրը պիտի Անուշենց տանը մնանք, դից խմած չի կարելի դուրս գալ։ Հա, պարտադիր։ Լիքը խաղեր կխաղանք։ Ես երևի այդ օրը նախշոնանց մոտ գնամ։ Հումորիստա, սիրում է կապակել։ Ան, ես ինչի ես ինձ մենակ ու անտրամադիր։ Ես չել անտրամադիր չեմ, ինչից ենթադրեցի։ Չեմ ենթադրում, տեսնում եմ ու շատ լավ հասկանում եմ ինչա քո հետ կատարվում։ Լուրջ, կասես ինչա կատարվում, ես էլ իմանամ։ Օրինակ այն, որ անկախ քո բոլոր ջանքերից Միշոն ոչ մի ուշադրություն չի դարձնում քեզ վրա, ու այդ քեզ ցավ է պատճառում։ Չհասկացա, էս ինչ նորություն էր, ինչ կապ ունի Միշոն իմ հետ կամ ես իր հետ։ Անի, ձև մի արա թե ասածս քեզ հետ կապ չունի։ Կլինի անկապ բաներ չխոսաս։ Օրինակ, ո՞րն անկապ։ Այն որ Տիգրանը քեզ բոլորովին չի հետաքրքրում, թե որ ուշք միտքդ մենակ Միշոյի սրտին հասնելն է։ Լսի Ռիբոկ, դու գժվել ես։ Ինչ ես ուզում ինձանից։ Ինչ ես իմ ասենց անկապ բաներ խոսում։ Անկապ բաներ չեմ խոսում։ Անի, ես ուզում եմ որ խոսենք։ Ուզում եմ կիսվես ինձ հետ, վստահես ինձ։ Իսկ հետո կմտածենք ինչով կարող ենք իրար օգնել։ Ես քո հետ խոսալու ոչ մի բան չունեմ, որովհետև քո ասածներից ոչ մեկը ճիշտ չի։ Իսկ եթե շարունակես դուրս տալ, կմտածեմ, որ հալյուցինացիաներ ունես։ Ուզում ես ասես, որ Միշոն քեզ ընդհանրապես չի հետաքրքրում։ Ոչ թե ուզում եմ ասեմ, այլ տենց էլ կա։ Բայց երբ նայում ես Միշոյին, աչքերդ լրիվ ուրիշ բան են ասում։ Ես երբեք չեմ նկատել, որ դու Տիգրանին տենց սիրահարված հայացքով նայես, ոնց Միշոյին ես նայում։ Ես անկեղծ չգիտեմ ինչ ես ուզում դու ինձնից, ու ճիշտն ասած ոչ էլ հետաքրքիր է։ Դրա համար ես ավելի լավը գնամ, որովհետև այս խոսակցությունները լսելու հեչ հավես չունեմ։ Սպասի։ Ասա։ Ինձ օգնի, որ Տիկոն իմը լինի։ Իսկ հետո մենք կմտածենք ինչ անենք, որ Մարին ու Միշոն իրար հետ չլինեն։
Այ երբ Մարիի հարցերը լուծենք, Միշոյի սիրտը ազատ կլինի ու դու շատ շուտ կհասնես քո ուզածին։ Էս մի հոգու պայքար չի անի։ Միավորվել եմ, երկուսի շահերից է բխում։ Տղա ջան, հայրդ ինքն է ասել, որ մատանին դու ես տուն տարել, ու ինքն էլ վաճառել է։ Ասում եմ, ես չեմ հասկանում դուք ինչի մասին եք խոսում։ Երեխեք նայեք ինչ լավն է։ Ես վստահ եմ, այստեղ բոլորիս հիմա ճանաչում է։ Հա, չէ, բոլորիս աննազգանով գիտի։ Հա։ Այդ մատանին ինչ որ ձեր պետք է հայտնվել մեր տուն չէ։ Ինքը չէր կարա ինքն իրան իր ոտերում գար ասնա այստեղ։ Նշանակում է ինչ որ մեկը բերել է մեր տուն։ Ու այդ ինչ որ մեկը ով է դու ես։ Կարո դու չես պատկերացնում ոնց է պահում իրեն։ Ոնց է խոսում։ Ես ուղղակի չգիտեմ ինչ անեմ։ Մի հատ քեզ հավաքի լիճ ես խոսա մերիկի հետ եղավ։ Լավ, Կարո, դու հաստատ կխոսես, չէ՞ հետը։ Կասես, չէ՞ որ ինձ լսի տուն գա։